Քոչարյանին համբալ ասելը քաղաքական սխալ է։ Քոչարյանը ոչ թե կենցաղային վիրավորանքի թեմա է, այլ պետական մեղադրանքի առարկա։ Նրա իշխանության հենց առաջին տարիները նշանավորվեցին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի, Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխորունու, ՆԳ փոխնախարար Արծրուն Մարգարյանի սպանություններով, ապա հոկտեմբերի 27-ի պետական ողբերգությամբ։ Քոչարյանի կառավարման տարիները դարձան մարտի 1-ի քաղաքական հետապնդումների, ազատազրկումների, կեղծված ընտրությունների, ազատ խոսքի սահմանափակման, իշխանության ներսում օլիգարխիայի և քրեական տարրերի ազդեցության, ինչպես նաև վախի պետական համակարգի ձևավորման շրջան։ Նրա օրոք Հայաստանի ռազմավարական գույքը, էներգետիկ համակարգի կարևորագույն լծակները, գազն ու էլեկտրաէներգիան հանձնվեցին անձամբ Պուտինին։ Նրան ծաղրելը հեշտ է, նրան ամբողջությամբ մերկացնելն է կարևոր։ Քոչարյանը պարզապես նախկին նախագահ չէ, նա մարդակեր և հայատյաց համակարգի խորհրդանիշ է։ Այդ համակարգը պետք է ոչ թե ծաղրել, այլ քաղաքականապես պարտության մատնել։ Շատ կարևոր։ Քոչարյանի 10-ամյա մարդակեր իշխանությունը հնարավոր դարձավ նաև այն պատճառով, որ այդ տարիներին չափազանց շատ մարդիկ ընտրեցին հարմարվելը և պաշտոնը, այդ թվում ամենաբարձր քաղաքական և զինվորական պաշտոնները։ Նրանք, ովքեր քաղաքական սպանությունների, վախի մթնոլորտի, Հայաստանի գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի, Պաշտպանության նախարարի տեղակալ Վահրամ Խորխորունու, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արծրուն Մարգարյանի սպանություններից, ընդհուպ մինչև հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչությունից հետո ոչ միայն չընդվզեցին, ոչ միայն չպայքարեցին, այլ հերթ կանգնեցին պաշտոն ստանալու, համակարգի մաս դառնալու, լռելու և այդ մթնոլորտից օգտվելու համար։ Պետությունը մեկ մարդու ձեռքով չի կործանվում։ Պետությունը կործանվում է, երբ լռությունը դառնում է կարիերա, երբ հարմարվելը դառնում է քաղաքականություն, երբ պաշտոնը դառնում է խղճից ավելի կարևոր։ Հայաստանը 1998 թվականից հետո տարիներ շարունակ չունեցավ իրական, որակյալ և անհաշտ ընդդիմություն։ Հենց այդ դատարկության մեջ էլ քոչարյանական համակարգը կարողացավ արմատավորվել, վերարտադրվել և մինչև այսօր մնալ մեր քաղաքական կյանքի վրա կախված ծանր ստվերի պես։ Պարզապես նայեք, ում էր Քոչարյանը պաշտոններ բաժանում, ինչ տրամաբանությամբ էր նրանց ներգրավում համակարգի մեջ և ինչպես էին երեկվա լռողները շատ արագ դառնում նույն համակարգի պաշտպանները, շահառուներն ու շարունակողները։ Եթե այդ տարիներին լիներ սկզբունքային, հետևողական, չհարմարվող, չլռող, չվաճառվող ընդդիմություն, պաշտոնների հետևից չվազող ընդդիմություն, եթե քաղաքական դաշտը ժամանակին մաքրեր մարդասպանության, կոռուպցիայի և վախի քաղաքականությունը, այսօր Հայաստանը բոլորովին այլ պետություն կլիներ։ Առաջիկա ընտրություններին մասնակցող ուժերից, առաջնորդներից ոմանք հենց հոկտեմբերի 27-ից հետո պաշտոն են ստացել անձամբ Քոչարյանի կողմից։ Եղել են վարչապետ, նախարար, բարձրաստիճան պաշտոնյա, մարդակեր համակարգի մաս և սպասարկող։ Հենց նրանք էին այդ համակարգի ներսում, երբ Հայաստանում ձևավորվում էր վախի, քաղաքական բռնության, կոռուպցիայի և անպատժելիության մեխանիզմը։ Ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ Քոչարյանը նրանց չէր բանտարկում, նրանց հետ պարզապես պայմանավորվում էր։ Որովհետև սկզբունք չունեցող մարդկանց կառավարելու ամենահեշտ ձևը նրանց համակարգի ներսում տեղ տալն է։ Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամենասկզբում։ 1998 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվեց իր աշխատասենյակում։ Պաշտոնական վարկածով սպանությունը կատարել է դատախազության բարձրաստիճան աշխատակից, տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը, որից հետո ըստ նույն վարկածի ինքնասպան է եղել։ Բայց այդ վարկածը մինչև այսօր չի ստացել հասարակական վստահություն։ Արամ Կարապետյանին ճանաչող բազմաթիվ մարդիկ չեն հավատացել և չեն հավատում, որ նա կարող էր մտնել գլխավոր դատախազի աշխատասենյակ, սպանել նրան և ինքնասպան լինել առանց հանրության համար հասկանալի շարժառիթի, առանց համոզիչ քաղաքական բացատրության և առանց վստահություն ներշնչող քննության։ Ես Արամ Կարապետյանի հետ խոսել եմ դեպքից ընդամենը մի քանի օր առաջ։
Նա իմ ընկերոջ հայրն էր, նրա որդու Տիգրան Կարապետյանի հետ միասին ուսանել եմ Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում։ Մամուլի հրապարակումներում տարիներ շարունակ ներկայացվել են մի շարք անհանգստացնող հանգամանքներ, խոսվել են դեպքի օրը անվտանգության ռեժիմի, թիկնապահների փոփոխության, զենքի, աշխատասենյակ մուտք հնարավոր ուղիների, պաշտոնական վարկածի ներքին հակասությունների եւ այն հարցի մասին, թե ինչու սպանության իրական շարժառիթը հանրության համար այդպես էլ համոզիչ չդարձավ։ Աշխարհում գլխավոր դատախազների սպանությունները սովորական քրեական դեպքեր չեն լինում։ Դրանք տեղի են ունեցել այն երկրներում, որտեղ եղել են ահաբեկչություն, քաղաքական ճգնաժամ, կլանային բախումներ կամ մաֆիոզ շահերի պատերազմ։ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում եւ Աֆղանստանում դատախազներ սպանվել են թմրակարտելների, ահաբեկչական խմբավորումների եւ համակարգային բռնության դեմ պայքարի պատճառով։ Գլխավոր դատախազի սպանությունը գրեթե միշտ պետության ներսում խոր ճգնաժամի նշան է։ Դա օրենքի դեմ հարված է։ Դա ազդանշան է, որ պետության մեջ ինչ-որ ուժ օրենքից վեր է կանգնել։ Դրանից հետո Հայաստանը մտավ քաղաքական սպանությունների, հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի, քաղաքական հետապնդումների, ընտրակեղծիքների, օլիգարխիկ բռնության եւ վախի համակարգային շրջան։ Քոչարյանին թույլ չենք տալու Հենրիկ Խաչատրյանի սպանության համար խուսափել քաղաքական պատասխանատվությունից։ ՀՀ գլխավոր դատախազի սպանությունն անկախ Հայաստանի ամենածանր քաղաքական առեղծվածներից է, որի ստվերն ընկած է Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամբողջ տասնամյակի վրա։ Հանուն Հանրապետության կուսակցությունը խստորեն դատապարտում է փաստերի ստուգման հարթակի հրապարակած վերջին փաստերը, որոնք վկայում են Հայաստանի Հանրապետության դեմ Ռուսաստանի պետական համակարգի հետ առնչվող շրջանակների կողմից իրականացված համակարգված տեղեկատվական եւ քաղաքական ազդեցության գործողությունների մասին։ Հրապարակված նյութերը ցույց են տալիս ոչ թե առանձին քարոզչական դրվագներ, այլ Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի ամբողջական գործիքակազմ, ապա տեղեկատվություն, մեդիա մանիպուլյացիաներ, հասարակական պառակտում հրահրող արշավներ եւ ներքաղաքական գործընթացների վրա ազդելու փորձեր։ Սա Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարական ինստիտուտների եւ ընտրական գործընթացի դեմ ուղղված լուրջ սպառնալիք է։ Նման գործողությունները պահանջում են պետական, դիվանագիտական եւ անվտանգային հստակ արձագանք։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը անհապաղ կանչել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանին եւ պահանջել պաշտոնական պարզաբանումներ հրապարակված փաստերի, դրանց հնարավոր պետական կապերի եւ Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերի վերաբերյալ։ Միաժամանակ կոչ ենք անում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հստակ եւ հրապարակային դատապարտել Հայաստանի դեմ իրականացվող ցանկացած արտաքին միջամտություն եւ հիբրիդային պատերազմ անկախ նրանից, թե ում քաղաքական շահերին է այն տվյալ պահին ծառայում։ Հայաստանի իշխանությունը, ընդդիմությունը եւ ապագան պետք է ձևավորվեն միայն Հայաստանի քաղաքացու ազատ կամքով, ոչ թե օտար պետության հիբրիդային օպերացիաներով, կեղծ լուրերով, ստվերային ցանցերով եւ մեր հասարակությունը ներսից պառակտելու հաշվարկված փորձերով։ Facebook-յան իր էջում գրում է Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։